Պարոն Գրիգորյան, ինչպես է գնահատում անցնող տնտեսական տարին։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Անցնող տարին տնտեսական առումով շատ վայրիվերումներ ունեցավ։ Շնորհավորում եմ հայ ազգին, պետական պարտքը 1 միլիարդով դոլարով եւս ավելացավ։ 2026-ի բյուջեի նախագծում չկա կենսաթոշակների բարձրացում, սակայն ունեցանք թե բնական եւ թե ոչ բնական գնաճ, որը բացասաբար ազդելու մեր հատկապես աղքատների ու ծայրահեղ աղքատների սպառողական զամբյուղի վրա։ Ընդհանուր առմամբ այն ինչ կանխատեսումներ, որ ունեինք հունվարին 25 թվականի, ի կատարածվեց։ Դրա վառ օրինակը հենց հնայի 5-8% աճն է, որտեղ մոտ 2.5-ից 3%-ը տարբեր տնտեսագետների կողմից տրված գնահատականներով կազմում է հենց արտաքին գործոնը բացառապես ու դրա վառ օրինակը հենց մեր խոշոր հարկատուների ցուցակն է, երբ որ գլխավորում է Mobile Center-ը, իսկ երբեմնի պղնձամոլիբդենայինը այս պահի դրությամբ արդեն 3-րդ տեղում է, այսինքն տնտեսությունը ձևավորվում է հիմնականում վերարտահանման այդ գումարները տոկոսներն ավելանում է վերարտահանման հաշվին։ Խոսեցիք թոշակների մասին, Փաշինյանը շաբաթներ առաջ հայտարարեց, որ իմաստ չկա թոշակառուներին հավելյալ 11,000 դրամ տալ, պետությունը նրանց համար այդ փողը ավելի ճիշտ կծախսի։ Թոշակառուն արդյոք չունի այդ 11,000-ի կարիքը։ Ոչ միայն թոշակառուն չունի դրա կարիքը, այլ մեր հասարակությունը ունեն ու 11,000-ը կազմում է գրեթե բազիսային կենսաթոշակի 30%-ը ու իհարկե կբարելավեր ինչ-որ չափով մեր տատիկ-պապիկների կյանքը, սակայն այն գնահատականը, որ պետությունը ավելի լավ կծախսի, գաղտնիք չի, որ պետությունը որպես ֆինանսներ տնօրինող ու կառավարող, կամ բիզնես մոդելն եթե նայենք, խոցելին է ու պետության կառավարման վառ օրինակը այս նոր նշեցի, որ այդ պղնձամոլիբդենայինը երբեմնի որ միշտ առաջատարներ խոշոր հարկատուներում իջել է, նույն հեծի մասով մենք խնդրահարույց խնդիրներ ունենք, նույն երբ որ վիվաստելում բաժնետեր դարձավ պետությունը, այսինքն պետությունը որպես բիզնես կառավարիչ ինքը պատմական փաստ է, որ ավելի թույլ է, քան ասենք տնտեսվարողը, որ կարա ինքը ներդրում անի ու իրականացնի, նույնն էլ հասարակության մոտ։ Ոնց կարելի է որոշել, թե թոշակառուն ավելի վատ կծախսի իր ֆինանսական միջոցները, քան պետությունը։ Դա ինձ թվում է աբսուրդ է, էլի։ Ակնհայտ էր, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսական ձեռքբերումները կապված էին ռուս-ուկրաինական պատերազմի հանգամանքների հետ։ Կարող եք առանձնացնել ձեռքբերումներ, որոնք զուտ կառավարության գործունեության արդյունք են։ Զուտ արդյունք արտաքին գործոնով պայմանավորված ձեռքբերումներ ունեցել ենք, նշեցի հնայի աճը։ Կառավարությունը ունենք այն ինչ որ ունենք։ Շատ ցայտուն ու բացասաբար ազդեց հեծի մասնավորացումը, երբ որ ներդրումային, այդ ցուցանիշը գործակիցը համաշխարհային, տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության ընկավ ու ներդրումները շատ թուլացել են Հայաստանի Հանրապետությունում, այդ վիճակագրությունն է ցույց տալիս ու դրական, որ ասեմ, պետության կառավարման արդյունքում մենք ունեցել ենք այս ցուցանիշը, կներեք, չեմ կարող ասել։ Տարբեր հաշվարկներով մի քանի 100,000 մարդ անգամ օրվա սննդի հարցն է դժվարությամբ լուծում։ Այս ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկել անցնող տարում իշխանությունը։ Վերջերս վիճակագրության կոմիտեն հրապարակեց աղքատության շեմը, ցուցանիշը հաշվառման մոդելը փոխել են, այս պայդրությամբ ցույց են տալիս, որ 21.8% է աղքատության շեմը, այսինքն գրեթե յուրաքանչյուր 4-րդն է աղքատ։ Նաև ցուցանիշ տրվեց, որ գրեթե 1%-ը ծայրահեղ աղքատ է, այսինքն բառից բուն իմաստով հացի խնդիր ունի։ Եթե վերցնենք, որ բնակչությունը մոտավոր 3 միլիոն է, այս հաշվարկով, այսինքն Հայաստանի Հանրապետությունում 30,000 մարդ ամեն օր անհանապազօրյա հացի խնդիր ունի, որը կարծում եմ, որ շատ բացասական ցուցանիշ է ու ստեղ արդեն նորից գալիս ենք այն կազուսին, որ չի կարող լինել հնայի աճ, չի կարող լինել տնտեսական աճ, բայց աղքատության շեմը ճիշտ է։ Սա աբսուրդ է։ Աղքատը մնա ավելի աղքատացե, հատկապես երբ որ գնաճի պարագայում իրեն
հատկացվող սոցիալական տարբեր վճարները թոշակ կամ կենսաթոշակ չի բարձրացել ու գնաճի արդյունքում իրանց մոտ սպառողական զամբյուղում տեղի ունեցել նվազեցում։ Պետական պարտքը հատել է 13 միլիարդ դոլարի շեմը, սա արդյոք վտանգավոր շեմ չէ մեր տնտեսության համար եւ արդյոք չի կարող ստեղծվել իրավիճակ, երբ պետությունը չկարողանա սպասարկել այն։ 13 չի 14 միլիարդի շեմն ենք արդեն գերազանցել, նշեցի արդեն։ Իհարկե, բազմաթիվ ռիսկեր կա, մենակ ասեմ, որ պետական բյուջեի 2026 թվականի ծախսային դրույթներով թվով երրորդը արդեն պետական պարտքի ծախսերի փակումն է, այսինքն առաջինը պաշտպանական, երկրորդը գալիս է սոցիալական, երրորդը արդեն գալիս է պետական պարտքի կառավարում։ Այստեղ շատ կարևոր է, որ այս արտաքին գործոնի դերը դեռ պահում է այդ պարտքի, ոչ ռիսկային լինելը, բայց եթե օրինակ ռուս-ուկրաինական պատերազմը ավարտվի ու օրինակ վերարտանման այդ մուտքերը, որ պետբյուջեն ունի միլիարդներով նվազի, այստեղ մենք շատ լուրջ խնդիր կարող ունենանք, այո։ Վերջին օրերին գովազդվում է ադրբեջանական բենզինի ներկրումը, բացի քաղաքական քարոզչական գովազդի առիթ հանդիսանալուց, ուրիշ ինչ ազդեցություն կարող է այն ունենալ մեր տնտեսության վրա։ Առաջին հերթին պետք է ստեղ նայենք մենք բարոյական առումով, ուղիղ թշնամի պետությունից ներմուծվում է վառելիք ու հանրությանը ներկայացվում է դա լուրջ ձեռքբերում։ Փաստորեն այն 20 թվականի աղետը կամ 23 թվականի աղետը, որ մեր մոտ եղավ, փաստորեն այդ աղետն էր խանգարում, որ մենք բարիդրացիական հարաբերություններ կամ փորձենք դիզվառելիք ձեռք բերել, ասեմ, որ սա ցանկալի կլներ այն դեպքում, եթե դա լիներ փոխադարձ, օրինակ Հայաստանից էլ պահածո արտահանվեր Ադրբեջան, բայց սա միակողմանի է, զուտ իմ կարծիքով PR-ի համար արվում, որպեսզի ցույց տրվի, որ տեսեք խաղաղությունը եկել թակել է մեր դուռը, մենք հիմա խաղաղ ենք ապրում, բայց տնտեսական առումով սա ոչ մի բան է, այսինքն մենք դարձել ենք Ադրբեջանի համար դիզվառելիք սպառող հերթական շուկան, այդքանով մենք կսահմանափակվենք, այսինքն մեզ մոտ ոչ մի բան չի լինի, մենք հարստացնելու ենք թշնամի պետությանը։ Եթե դա լիներ փոխադարձ, այսինքն Հայաստանից արտահանվելու, թեկուզ ջերմուկ, պայմանական, որ ասենք առևտրաշրջանառությունը մեծանար, եթե բարոյական մասը դնենք կողքի ու նայենք զուտ տնտեսական առումով, միգուցե կարելի էր, ինչ-որ գնահատականներ տալ, բայց եթե միակողմանի է ամեն ինչը արվում է զուտ գովազդի համար, որովհետեւ այն փաստաթուղթը, որ մենք Ամերիկայում նախաստորագրությունը, որ ունեցել ենք, ցույց տանք, որ արդեն եկել է խաղաղ ենք ապրում եւ այլն։